Ողջույն սիրելի բարեկամներ, գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի ժառանգությունը շատ հակասական ճակատագիր ուներ։ Նա 20-րդ դարի եւ թերևս նաեւ 21-րդ դարի ամենապոպուլյար փիլիսոփաներից մեկն է։ Եվ դա այն դեպքն է, երբ ժողովրդականությունը ավելի շատ բացասական երևույթ է, քան դրական, որովհետեւ այդ հեղինակի մասին դատողություններ անող մարդկանց թերևս կես տոկոսն է կարդացել նրա աշխատությունները։ Եվ լավագույն դեպքում այդ դատողություններ անողները ծանոթ են համատեքստից կտրված նրա ցիտատներին։ Այդ պատճառով թերևս առաջին բանը, որը պետք է արվեր այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունում գաղափարախոսական տաբուները վերացել էին, նրա հիմնական գործերի հրատարակությունն էր։ Այդ երկրի մայրամուտին 1990 թվականին Մոսկվայում լույս էր տեսել Նիցշեի երկաթորյակը։ Ահա առաջին հատորը։ Եվ դա նոր ժամանակներում ռուսերեն առաջին ծավալուն հրապարակումն էր։ Դա տեղի ունեցավ մեծ ընդմիջումից հետո, որովհետև 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում, ոչ բոլշևիկյան, ցարական Ռուսաստանում Նիցշեին եւ թարգմանում էին եւ շատ էին հրատարակում։ Մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ այդ հսկայածավալ աշխատանքը իրականացրել էր մեր փիլիսոփա Կարեն Սևասյանը։ Առաջին հատորի, այս հատորի առաջին էջում գրված է, որ երկհատորյակը կազմել է եւ խմբագրել է Սևասյանը։ Նա նաեւ գրել է ներածական հոդվածը եւ հանդես է եկել որպես մի քանի գործերի թարգմանիչ։ Ես ուզում եմ հիմա անդրադառնալ մեր փիլիսոփայի հենց ներածական հոդվածին, որը ինքնին կարծում եմ հրաշալի տեքստ է։ Եվ գիտեք թե ինչու ես բարբերաբար վերընթերցում այդ նախաբանը։ Երբ ես կարդում էի Նիցշեին, իհարկե 85 թվականից հետո, երբ արդեն պաշտոնապես կային առանձին հրապարակումներ Նիցշեից հատվածներ եւ փոքրիկ բրոշուրներ եւ այլն, այդ ժամանակ արդեն թույլատրված էր։ Եվ երբ ես կարդում էի, ես ճիշտն ասած զարմանում էի, թե ինչու են այդ մարդուն համարում նացիոնալ սոցիալիզմի նախահայր։ Երբ մենք գործ ունենք ոչ թե կամայականորեն ընտրված մեջբերումների, այլ ամբողջական ստեղծագործությունների հետ, այստեղ իմ կարծիքով որևէ մարդատյաց երանգ չկա։ Այո, նա հակադրվում էր ավանդական երեսպաշտ բարոյականությանը, նաև հարձակվում էր քրիստոնեության վրա, եւ դա անում էր էպոտաժային, երբեմն սկանդալային ոճով։ Բայց, ինչպես գրում է Սևասյանը, միայն կացնային եւ չափազանց ոչ երաշտական լսողությունը կարող է չմբռնել իմաստների բումերանգի պոլիֆոնիան, այսպես ասած երկրորդ հատակը։ Եվ այդ նպատակով նախաբանում մեջբերվում է փիլիսոփայի մի ռեպլիկ. Ինչ էր մերժում Քրիստոս։ Այն ամենը, ինչ այսօր կոչվում է քրիստոնեություն։ Գրում էր Նիցշեն իր նամակներից մեկում։ Մյուսը բարոյականությունը։ Նույն ձևով պետք է մոտենանք։ Նորից մեջբերում անեմ նախաբանից։ Մենք պետք է ազատվենք բարոյականությունից։ Այդքան լսեցին, բայց չեն լսել շարունակությունը, որպիսի կարողանանք բարոյական ապրել։ Նիցշեի մտածողությունը, ինչպես գիտեք, աֆորիստիկ է եւ հավանաբար նաեւ դրանով է պայմանավորված նրա մտքերի հետագա խեղաթյուրումը։ Բայց գրում է Սևասյանը, նրա աֆորիզմները ծնվում են ոչ թե մտքի սակավությունից, այլ հակառակը, մտքի առատությունից։ Դա մտքի յուրահատուկ հնայաբանությունն է, պալեոնտոլոգիա, երբ մեկ ատամից մենք մեր հասկացողությամբ պետք է վերարտադրենք ամբողջը։ Հատուկ ես ուզում եմ անդրադառնալ բարեկամներ նախաբանի վերջին 4-րդ հատվածին, որը կոչվում է հետագա ճակատագրերը։
Նիցշեն մահացել է 1900 թվականին եւ հետո աշխարհում սկսեց տիրել նիցշեականությունը։ Ինչպես գրում է մեր հեղինակը, բարեր առանց երաժշտության, երաժշտություն առանց գրքի, գիրք առանց տառապյալի։ Մի խոսքով կամախք, որի ոսկորները ինչ որ ձայներ էին հանում։ Եվ դա մեջբերումների շարան էր, որը իբր հասկանալի է բոլորին, նրբազգաց դեկադենտից սկսած եւ բութ ենթասպայով վերջացած։ Որոնք են այդ ոսկորների թղթկոցները։ Օրինակ, ուժեղները պետք է իշխեն, թույլերը պետք է ենթարկվեն, կամ բարականությունը միայն թույլերին է պետք, կամ կյանքը իշխելու կամք է, կամ ամեն ինչ սուտ է եւ այդ պատճառով ամեն ինչ թույլատրելի է, եւ այլն եւ այլն եւ այլն։ Սրանք կիսանախադասություններ են եւ դրանց հիման վրա այսօր էլ, այսինքն 1 եւ 4 դար հետո մեջբերվում են այդ կիսանախադասությունները որպես Նիցշեի գաղափարների առանցք։ Նույն ճակատագիրն է ունեցել իհարկե նաև Շիկահեր Գազանը, Die Blonde Bestie, որը 20-րդ դարում սկսել են մեկնաբանել որպես ծայրահեղ ազգայնականության կամ ռասայական տեսության հիմք, բայց այդ բնութագրումը զուտ հոգեբանական եւ մշակութային պատմական փոխաբերություն է։ Սևասյանն այս առումով մեջբերում է գերմանացի գրող Ռիկարդո Հուխին։ Շատերը գրում է Հուխը սկսեցին ձևանալ Շիկահեր Գազան, մինչդեռ իրենց անտաղանդությամբ կարող էին լինել ամենաշատը ծովախոզուկ։ Նիցշեականությունը այդ խրախճանքը նիցշեականության սկսել էր դեռևս փիլիսոփայի կյանքի օրոք։ Հայտնի է, որ 1889 թվականից հետո ուժեղ նոպայից հետո, որը տեղի է ունեցել Տուրինում, Նիցշեն որևէ նոր աշխատանք չէր գրել, որովհետև տառապում էր լրջագույն հոգեկան խանգարումներով։ Այս նախաբանում բերվում է մի զավեշտալի դեպք, երբ Նիցշեի ազգայնական երկրպագուներից մեկը, ում Լենգբենը, առաջարկում էր փիլիսոփային բուժել հռչակելով նրան արքայազն եւ ստեղծելով նրա շուրջ պալատական կյանքի իմիտացիա։ Դա կարող է իհարկե ընկալվել որպես անեկդոտ, բայց եթե նման անհեթեթությունները հիմք չդնեին նիցշեականության սատանիզացիային եւ փիլիսոփային նացիոնալ սոցիալիզմի հետ կապելուն։ Այս առումով Սևասյանը խիստ բացասական է գնահատում փիլիսոփայի գրոջ Էլիզաբեթ Ֆերստեր Նիցշեի դերը, որի ձեռքում էր գտնվում մտածողի արխիվը, եւ այդ կինը իր ամուսնու քաղաքական հայացքներից ելնելով այնտեղից որսում էր իրենց հարմար մեջբերումներ, հաճախ խեղաթյուրելով, իսկ երբեմն գնալով պարզ մեքենայությունների։ Այդ առումով փիլիսոփայի մահվանից հետո լույս տեսած իշխանության ձգտումը շատ հայտնի գիրքը Սևասյանը անվանում է մաքուր կեղծարարություն։ Նիցշեն նման գիրք չէր գրել։ Դա նրա ձեռագրերից կամայականորեն եւ հատուկ գաղափարախոսական նպատակներով սարքած կոմպիլյացիա է։ Սևասյանը բազմաթիվ մեջբերումներով ապացուցում է այն, ինչը գուցե այսօրվա ընթերցողների մեծ մասին արտառոց թվա։ Նիցշեն հակասեմիտ չէր, սլավոնատյաց չէր, բազմաթիվ մտքեր ուներ, որտեղ հարգանքով է խոսում հրեաների եւ սլավոնների եւ մասնավորապես նաեւ Ռուսաստանի մասին, եւ իդեպ հպարտանում էր իր լեհական արմատներով։ Ինչ մնում է պանգերմանիզմին, ապա նույնպես որը նույնպես նրան վերագրվում է, ապա դա էլ է սուտ։ Մի մեջբերում Սևասյանի նախաբանից։ Deutschland über alles, ես վախենամ, գրում է Նիցշեն, որ դա գերմանական փիլիսոփայության վերջն էր։ Այսպես խոսեց Նիցշեն, եւ իդեպ դա եւս մի վկայություն է այդ խեղաթյուրումները, թե ինչպես են
կուրքերի դեմ անզիջում պայքար մղող մարդկանց դարձնում կուրք։ Լավ մնացեք։